Արման Թաթոյանի մասով կուզենամ ասեմ։ Արման Թաթոյանի մասով ես Արման Թաթոյանին արդեն իմ համակուրսեցի դուք համակուրսեցի եք եղել։ Համակուրսեցի ընկերն է, Արման Թաթոյանը բացառիկ մարդկային հատկանիշներով օժտված շատ գրագետ հայրենասեր տղա է։ Այսինքն Արման Թաթոյանի մուտքը քաղաքականություն պետք է ցանկացած առումով իրական ընդդիմադիրների կողմից ոչ թե քարկոծվեր, այլ ողջունվեր։ Ես հակառակը, օրինակ ավելի շուտ էի սպասում նման քայլի եւ մի փոքր էլ կարծում եմ, որ հապաղեց քաղաքականություն մտնելով, արդեն տեսա, որ այդպիսի հայտարարություն արեց։ Արման Թաթոյանի մասով միայն կարող եմ ասել, որ միանշանակ լիարժեք դարձյալ իրավունք ունի հավակնել Հայաստանի Հանրապետության ղեկավարի աթոռին, ընդ որում թող չափազանցություն չթվա, Արման Թաթոյանը իր անձնային հատկանիշներով գերազանցում է շատերին։ Մեկը կարող է ասել փորձառություն, մեկն ասի, բայց փորձառություն 4 տարի նախագահ եմ, չէ, դե մենք ունենք հավակնող նախագահներ եւ այլն, բայց մենք պետք է նաեւ անձնային մյուս հատկանիշները հաշվի առնենք, ինչի եմ այսքան ծավալվում կոնկրետ Արման Թաթոյանի հատկանիշների մասով, քանի որ անձամբ եմ ճանաչում։ Այսինքն 6 տարի մենք նույն լսարանում ենք նստել։ Հետևաբար ես ինքս շատ ուրախ եմ, որ այդպես հավակնությունը ստացա։ Պետական կառավարման համակարգում է աշխատել այդքան տարիներ, գիտի, այսինքն համակարգը Արման Թաթոյանը ունի մի շատ կարևոր առավելություն եւս, որ լինելով պետական կառավարման համակարգում բացարձակապես կոռուպցիայից հեռու անձ է։ Սա շատ կարևոր է, կոռուպցիան եւ կոռումպացված չինովնիկը մեր պետության համար դրանք պետության առաջին թշնամիներն են, ես միշտ եմ դա ասել։